Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին եթերում է Հակիրճ հաղորդաշարը, ես Արթուր Մանուկյանն եմ եւ ինչպես միշտ հետաքրքիր հյուրեր, ճանաչված դեմքեր եւ շատ կարեւոր զրույցներ ոչ միայն մասնագիտական, այլև մեր կյանքից առօրյայից այսօրվա մեր հյուրն է հանրահայտ սիրված մեր երգիչ Արսեն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ շնորհակալություն հրավիրը ընդունելու համար եւ իհարկե մենք զրուցում ենք նաեւ ձեր աշխատանքային փորձից, թե ինչ նպատակներ ունեք, ինչ նախագիծներ ունեք եւ այլն եւ իհարկե նաեւ մեր առօրյայից, մեր կյանքից ինչ պետք է փոխել մեր ժողովրդի մեջ, դա շատ կարեւոր է։ Սակայն սկսենք ներույթ է ձեր աշխատանքային որոշակի հաջողություններից, ինչպիսի նոր նախագծեր ենք սպասում ձեզանից։ Այդպես նախագծեր բանահնչում, ճիշտ ասած, բայց կարող եմ խոսել այն ամենահաջող վերջին մեր նախագիծը, որը այսօր էլ կարծես թե ակտուալ է եւ շարունակում է ինչ որ չափով ուրախացնել, ինչ որ չափով զարմացնել մեր հանդիսատեսին, դա եղբորս Արթուրի հետ մեր ակուստիկ գիտարներով ծրագիրն է, որը պարբերաբար տարբեր թե ակումբային ֆորմատներով, թե բացօթյա, այդպես շատ հետաքրքիր համերգներ ենք ունենում եւ մի փոքր զարմացա, որ քանի գնում ավելի շատ այդ պրոյեկտով են ինձ հրավիրում, կասեմ միայնակ, այնպես որ սա է այսօրվա մեր ուրախացնող թեման, որովհետև ես այն բախտավորներից եմ կարծում, որ այսօր շփվում եմ հանդիսատեսի հետ։ Այսինքն կարելի է լսել ինչպես ձեր հին սիրված երգերը, այլ նաև ինստրումենտալ որոշակի նոր մենք որպեսզի այդպես էգոիստաբար չլիներ միայն մեր երգերը, իսկ մենք այդպիսի խնդիր չունեինք, եթե կան մարդիկ մտածում են ինչ երգ են, մենք նման պրոբլեմ չունենք։ Մենք մեր մոտ հարցը հակառակն է, որը չերգենք։ Եվ որտեղ արդեն 2 տասնամյակ է մենք ստեղծագործում ենք եղբորս հետ, բայց մենք էգոիստաբար չարեցինք, ընդգրկել ենք նաև այլ հեղինակներից, որպեսզի հետաքրքիր լինի, որպեսզի միապաղաղ չլինի, որպեսզի հանդիսատեսը կարողանա այլ զգացողություններ ունենալ։ Բազմաբովանդակալից։ Այո, եւ թեմաներն ենք հաշվի առել։ Մի խոսքով, երբ որ գրում ենք ծրագիրը, մենք մեզ դրեցինք հանդիսատեսի տեղը, մենք նստած ենք, ինչը մեզ հետաքրքիր կլինի, ինչը անհետաքրքիր։ Եվ կարծես թե մեր հաշվարկները վատը չէին։ Միջև նկարանումը սկսելու մենք զրուցեցինք շատ արդիական թեմաներից, ապրել այստեղ, թե ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իդեպ շատ հաճախ ենք նաև մեր այլ հյուրերի հետ զրուցում այդ թեմայի շուրջ, իհարկե դրսում այսպես հնչում է, որ շատ լավ է, այնտեղ օվկիանոսից այն կողմ ամեն ինչ դրած է, պատրաստի է եւ այլն, սակայն պարզվում է, որ այնտեղ կան նույնպես շատ բավական մեծ դժվարություններ։ Շատ են որոշակի կարծիքներ հնչում, թողեց, գնաց, չգիտեմ, հայրենիքը եւ այլն, իհարկե կարելի է քննադատել, կարելի է հասկանալ։ Ես ինքս որից իհարկե քննադատող վերաբերմունք չեմ ունենում, սակայն կարծում եմ ինքս որպես որոշակի չափով ես եւ եղբայրս մեր բժշկական կենտրոնի հիմնադիրներ, որպես այսպես ասած հայրենադարձ, երկար տարիներ Մոսկվայում էի, եղբայրս Գերմանիայում էի, եկել ենք եւ շատ լավ ենք զգում, իհարկե դժվարություններ շատ կան այստեղ։ Սակայն կարծում եմ, որ Հայաստանից լավ տեղ չկա, համամիտ եք։ Իհարկե, միանշանակ համամիտ եմ, գիտես, այդ ուղղությամբ խոսեմ ավելի շատ, որ Միացյալ Նահանգների վերջերս էլ ենք այնտեղ, եղբորս հետ հենց այդ պրոյեկտով հաճելի համերգներ ունեցանք, բավականին հաջող։ Ես ընդհանրապես ինձ չեմ թույլ տալիս որևէ մեկին քննադատել, որևէ մեկին մեղադրել կամ յուրաքանչյուրն իր պատճառն ունի, կարծում եմ։ Յուրաքանչյուր իր պատճառն ունի եւ
Ներողություն պատճառը եթե ֆինանսներն են առաջնահերթ։ Չգիտեմ, տարբեր են այդ պատճառները։ Տարբեր են պատճառները, երեխաների պատճառները կա։ Հեռանկարներ։ Այո, հեռանկարներ, չգիտեմ, հազար ու մի բան։ Եվ ես վստահ եմ, որ այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր պակաս հայրենասեր չեն, ովքեր ավելի շատ օգուտ կարող են տալ այնտեղից, հեռվից, քան այստեղ ապրող միայն գորգորացող, որ ես հայրենասեր եմ, դրա համար ոչ միտեղ չեմ գնում։ Սա էլ կա իրականում։ Ներողություն, ես կարծում եմ, որ դուք ամիտ կլինեք, որ ինտերակտիվ լինի, ձեզ ընդհատում եմ, իհարկե։ Սակայն ես կարծում եմ, որ արտասահմանում անկողմ գտնվելով մենք այսքան գումար ուղարկեցինք, մենք սա արեցինք, մենք նա արեցինք, բայց եթե համեմատես մեր այն երիտասարդները, որոնք որ բանակում են ծառայում, այս ծանր իրավիճակներում կռվեցին, նահատակվեցին ցավոք սրտի, որովհետեւ գումար դրա հետ չի համեմատվի։ Չէ, բնականաբար ես ամենևին այդ իմաստով չեմ ասում, դա անհնարին է համեմատել, ինչ էլ ուզում ես ուղարկի, ավտոմատը ձեռքին հրետանու տակ պարկած տղայից լավ տղա չես կարող լինել։ Ինձ համար այդ մի փոքր մխիթարանքի է նմանվում, հա, ես սա արեցի, նա արեցի։ Լավ արեցիր, լավ արեցիր, չանես էլի լավ կանես, խնդիր չկա, ես այդպես եմ նայում։ Ինչ անում ես քո համար ես։ Այո։ Եվ ընդհանրապես ես էլ կարող էի ապրել, այսօր էլ կարող եմ, հա, ինչ որ բան հարց լուծել եւ գնալ այնտեղ ապրել։ Չէ, ես ուզում եմ այստեղ ապրեմ։ Իմ անելիքը ես այստեղ եմ տեսնում։ Կարող է շատ գումար, մի քիչ շատ գումար աշխատեմ այնտեղ, կարող է ինչ-որ բաներ փոխվեն իմ կյանքում, իմ երեխաների կյանքում։ Չգիտեմ, այդ որ ասում են լավ ապագա կամ մյուս, սա էլ է շատ հարաբերական։ Դու չգիտես քո երեխան վաղը այնտեղ ինչ ապագա է ունենալու։ Սա էլ կա։ Դրա համար ամեն դեպքում ես մտածում եմ իմ ռեսուրսը այստեղ է։ Ես պիտի երգեմ այնտեղ, թե ուրիշ բան պիտի անեմ, այն այստեղ երգում եմ, էլի, կարողանում եմ։ Եվ եթե ինչ չեն վտարում այս երկրից, ապա ես կապրեմ այստեղ, ես կարար եմ այստեղ։ Իր բոլոր թերություններով, իր վատ տեսակներով, չգիտեմ, ամեն ինչով, ես սիրում եմ այստեղ եւ ինչքան կարող եմ հաստատ հողից կպած եմ լինելու։ Գնում եք այնտեղ եւ առնչվում եք մեր հայերի հետ, չեք նկատում, որ հայերը այնտեղ մի փոքր փոխվում են, դառնում են ավելի օրինապաշտ, օրենքով ապրող, այդ տարական, չգիտեմ, սկսած ամրագոտի գցելուց եւ մնացած հարցերում բավականին օրինապաշտ են, կարգապաշտ են, չգիտեմ, սակայն այստեղ այդպես չի։ Ես նորից եւ նորից մենք ինքս որպես բժիշկ շատ եմ առնչվում տարբեր մարդկանց հետ, չգիտեմ, նույնպես դուք էլ, սակայն երևի թե ավելի շատ ձեր ոլորտը նա է, որ ուրախություն, խնջույքներ, բայց ինքներդ տեսնում եք, որ մեր հայերի մեջ շատ բան կա, պետք է փոխվելու։ Ինչ են այնտեղ փոխվում եւ այստեղ չեն պահ։ Ինչի՞ այդ մաքրությունը այստեղ չեն պահպանում Երևանում, այնտեղ սակայն պահպանում են։ Վախենում են ոստիկանությունից, թե այստեղ է ինչ-որ մի բան փոխվում։ Ձեր կարծիքը։ Վախենում են իրենց գրպանից, ոստիկանությունից, որ իրենց տերնով է լինելու հանկարծ, եթե շատ պարզ է դա, ես այդ կարծիքի հետ համամիտ եմ, որ երբ ուզում ես մի բան փոխես, հենց կպնում ես գրպանին, փոխվում է։ Իհարկե կան այդ փոխողներն էլ պիտի հասկանան, որ մենակ գրպանին կպնելով չի պետք է մեթոդներ մշակվի, ճիշտ, որպեսզի հենց ուղղակիորեն չմտնես ժողովրդի գրպան, էլի, դա չէ միայն։ Բայց շատ պարզ պրիմիտիվ բանն է, էգոն է մարդու, չէ, որ վայ ինձ վնասա, ես տուժեցի, չէ, արի ես դա չանեմ։ Գիտես, այստեղ էլ շատ բաներ փոխվել են։ Շատ բաներ փոխվել են, եթե համեմատենք, չգիտեմ, 15-20 տարի առաջվա, չգիտեմ, ինչ որ բաներ ես տեսնում եմ, որ փոխվել են։ Բայց մենք ինչ որ բաներ նաև կորցնում ենք, շարունակում ենք կորցնել։ Ես ավելի շատ կուզեի դրա մասին խոսել։ Ինչի մասին է խոսքը։ Նրա մասին է խոսքը, որ շատ բարքեր կան, որոնք մտնում է Եվրոպայից, Ամերիկայից, չգիտեմ որտեղից, եւ դա քարոզվելով վտանգ առաջացնում մեր տեսակին, մեր հայ
ազնիվ, ուժեղ, բարոյական, պայքարող, բարոյական, հա, այդ տեսակին։ Չգիտեմ, ինձ համար պետք է պարտադիր չէ, որ ուժեղը բռի լինի, ասենք, հա, կարելի է կիրթ լինել եւ ուժեղ լինել։ Կարելի է կիրթ լինել եւ ուժը ցուցադրել այդ ամենով, ցույց տալ այն ժամանակ, երբ որ պետք է։ Լավ մեքենա վարել եւ վարել այդ մեքենան օրինապաշտ, օրինապաշտ, այո, հա։ Շատ էսպիսի բաներ կա, որ թարթիչ միացնել օրինակ, հա, ասենք քիչ էս թարթիչ միացնել, որովհետեւ ես ջիպ եմ, որովհետեւ դե այդ տեսակ պրիմիտիվ, ինձ թվում է այդ բաներն է, որ կարող է ինձ վրա ազդել, բայց ես ընդհանուր եմ ասում, մենք խոսքը վերաբերում է ընդհանուր, երբ որ ես տեսնում, նայում եմ երիտասարդ տղաներին եւ հիշում եմ իմ, հա, այդ պատանի այդ անցումը դեպի երիտասարդություն, հենց սպորտի հետ կապված, չգիտեմ, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի, ասենք, բացակայությունը հենց շատ իր հետևից խնդիրներ ա բերում։ Թվում է, թե հա ինչ անենք, ֆիզկուլտի դասը եկեք չանենք, չէ, բայց ինքը շատ ուրիշ հետևանքներ ա բերում։ Նախասիրություններ են այդտեղ ծնվում, սպորտային եւ այլն։ Ընդհանուր ֆիզպատրաստականություն, որը շատ անհրաժեշտ է, որից հետո գալիս է նույն բանակի խնդիրը, չէ, եւ նվաղ շատ այդպես փափուկ այդպես այդ պատանին արդեն վախենում է այդ բանակի անունը որ լսում է կոմպի մեջ այսպես հակակարգչի մեջ ֆուտբոլը կռիվ կինոները բաները սա կոմպի մեջ ասում են ժամանակներն են այդպեսին բայց կարծում եմ որ շատ լուծումներ կան որ կարելի է տալ եւ ինքնըստինքյան լիքը բան շատ բաներ իրա տեղը կընկնի Սակայն միանշանակ ես նորից եւ նորից ասեմ, կան նաեւ տարիքով մեր հայրենակիցներ, որոնց մոտ ես տեսնում եմ որոշակի չարություն, որ մեկս մյուսի նկատմամբ։ Այսինքն երիտասարդության մեջ կա այդ ամենը, այսօր աղջկաս դասարանցիների հետ շփվում էի եւ նույն բանն էի ասում, ինչով է զբաղվում, ես IT-շնիկ եմ լինելու, չգիտեմ այսպես, բայց ասում եմ, չէ՞ որ իսկական ֆուտբոլը ոչ մեկ չի կարող փոխարինել այդ համակարգչով եւ այլն ֆիզիկական պատը։ Դա հասկացանք իհարկե դա ծնողների աշխատանքն է, բայց նաեւ տարիքով մեր հայրենակիցների մեջ մեկը մյուսին հարգել, ժպտալ, զիջել, այդ ամեն չէ որ մտածում ես միգուցե այդ մարդը նույնպես սպորտային ժամանակների մարդ է, ունի այդ կրթությունը, սակայն մշտապես իր մոտ ինչ որ չարություն կա, սա բավականին լուրջ խնդիր է։ Սա պետք է բին կարծիքով բարձրաձայնեք հենց դուք, հարգելի Արսեն ջան, քանի որ դուք մեր արվեստի պայծառ կարկառուն ներկայացուցիչներից եք եւ ով, եթե ոչ դուք դրա մասին պետք է խոսեք, լինենք բարի, լինենք համբերատար եւ այլն եւ այլն։ Գիտեք, օրվա մեջ այսպեսի մի բան էլ կա, չէ՞, այդ որ ասում են երջանկության բանալի են ասում, թե հաջողության բանալի են ասում։ Մի անգամ եթե փորձես ուղակի ժպտաս մարդկանց, նույն օրը փորձես այդ խիստ ու վատ չար հայացքով նայես, դեպի քեզ միանգամից տարբերությունը զգալու ես։ Միանգամից տարբերությունը զգալու ես։ Շատերի մոտ կա այդպիսի նաև կարծրատիպ, օրինակ, հա, ինչ որ խանութ են գնում կամ փող եմ տալի կամ չգիտեմ ծառայություն եմ մատուցում, բա պետք է անի, բա ինչ պետք է անի, բայց չէ՞ որ պետք է հասկանալ նաև այդ մարդը այդ ամենը նույն մատուցողը, հա, պետք է հաճույքով այդ ամենը անի եւ ինչու՞ չէ նաև երգիչը, նաև արվեստի գործիչը եւ այլն, դա շատ կարեւոր է։ Ես քանի որ աշխատել եմ իմ կյանքում շատ, ուրեմն տարբեր բնակավարներում այդպես ստացվել է, որ ես աշխատել եմ Բեռնակրից բռնած մինչև չգիտեմ, հա, մինչև այսօր երգում եմ։ Ցանկացած աշխատանք պետք է հարգել եւ ցանկացած աշխատողի պետք է հարգել, որովհետեւ առանցն էլ ինչքան գնում է, ձեռքի աշխատանքը դառնում է, չէ՞, շատ կարևոր բան։ Եվ այսօր եթե ինչ որ մասնագետ ես ուզում գտնես, ամենայն բարձ գործերի զգում ես, որ դժվար է։ Եվ մեր ընկերները, ովքեր բիզնեսի մեջ են, իրենք էլ են, չէ՞, ասում որ լսի, մարդ չկա, ուզում այս, հա, մասնագետ եմ ուզում, չեմ գտնում։ Իհարկե,
այս ինչ որ խոսում ենք բարության, շփիթի, չարության մասին, եթե անկեղծ լինեմ, ապա շատ ավելի կարևոր գլոբալ իմաստով հարցեր էլ կան, որոնք կարող է քեզ անհանգստացնեն, բայց կապ չունի։ Ասում են ամենամեծ խնդիրները սկսվում է ամենափոքր խնդիրներից, չէ՞։ Այնպես որ դրանք են կարող։ Մեր հեռուստատիտողները հիմա լսելով կասեն, դե ձենները տակ տեղից է դուրս գալիս, ախր հանապոզորյա հացի խնդիր կա եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ հանապոզորյա հարցը ամենտեղ կա, իրականում մենք ոչ միտեղ այդ գումարը հեշտ չեն աշխատում։ Հա, իրականում այո, այն մարդիկ, չգիտեմ, եվրոպացի կամ ամերիկացի, որոնք որ այնտեղ քաղաքացի են, չգիտեմ, ունեն այդ սոցիալական ստատուսը եւ այլն, միգուցե ավելի ապահովված են, սակայն միգուցե այստեղից է այդ ամենը, հա, գալիս եւ այդ ջերմությունը, այդ բարիությունը, չէ՞ որ մենք հայրենիքը, Հայաստանը կորցնելը մենք տեսել ենք դա ինչքան ակնհայտ է այդ կորցնելը, միգուցե Աստված մեզ դաս է տալիս։ Չգիտեմ, այս դասերը շատ է շարունակվում, ոնց որ ես ուզում եմ, որ այդ դասերը ավարտվեն, անկեղծ ասած, որովհետև այն կորուստները, որ ունեցանք, դա շատ դաժան են, եւ ես ինքս ուզում եմ, որ կանգ առնենք եւ ուղղակի ցանկանանք, ուղղակի ուզենք, որպեսզի ունենանք հզոր ու մարտունակ բանակ, առանց աչու ձախ նայելու, մեկը ինչ ասեց, ով ինչ ստորագրեց, մյուսը եւ այլն։ Ես հասկացել եմ մի բան, դու ինքդ պետք է ուժեղ լինես։ Եվ ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, դա ակտուալ է միշտ։ Բոլոր ժամանակներում կարծում եմ։ Եղում գունի գլուխս։ Այո, իհարկե։ Եվ ես շատ կուզենամ, որ ստեղծենք այդ հզոր ու ամուր Հայաստանը, որտեղից ոչ թե փախնեն, որտեղից ոչ թե ինչ ունեն ծախեն ու գնան, այլ հակառակը, որտեղ վերադառնան, որտեղ ուզեն վերադառնալ մեր հայությունը, մեր լավագույն տղերքը, մեր գեղեցիկ ընտանիքները։ Եվ սա կարծում եմ մի քիչ մտածող հայի երազանք, այսպես ասեմ։ Այսպիսի դինամիկա կար ժամանակին, չգիտեմ հիմա կա թե չկա, որ արտասահմանում ապրում էր, իրեն պարտներ համարում, այստեղ ինչ որ տուն ունենար կամ սեփականություն ունենար, բայց չէր ապրում։ Չգիտեմ, տալիս էր վարձով կամ անգամ չէր տալի վարձով, բայց իր սրտի մխիթարանքներ, իմ ընկերների, հա, ես ներդրում եմ արել, ես ինվեստիցիա եմ արել, բայց այդ ինվեստիցիան իրականում շատ չնչին արժեքա որպես այդպես։ Կփափագի մեռնել, չէ՞։ Հա, կա, այսօր էլ կա այդ, որ դրսից էլի առնում են, բայց ես ուրիշ բանի մասին եմ ասում եմ Երանի գային պահը, որ հենց Հայաստանը, մեր երկիրը այնպիսին դառնա, որ իսկապես ուզենան ոչ թե առնեն այդպես մի բան անեն, այլ ուզենան հետ վերադառնալ։ Ես գիտեմ, որ շատերը վախից են գնում։ Հենց վախից են գնում։ Յուրաքանչյուրը իրենց օրինակը բերելով երեխաների ապագա, մյուսը առողջական խնդիրներ, իհարկե, տարբեր խնդիրներ կարող են լինել։ Հիմնականում անհանգստությունից, անվտանգության բացակայությունից, այսպես ասեմ։ Միացյալ Նահանգներում եք, հա, եւ նույնպես հայության հետ շփվեցիք եւ այլն։ Հետարքիր է ինչ տարբերություն կա Երևանցի կամ հայաստանցու եւ Ամերիկայում երկար ապրողի այդ ապահովված լինելու գաղափարն է, արդյոք կա նաեւ այդ, չգիտեմ, մի քիչ կարող է ծանր հնչի, այն հայրենասիրության, այնտեղ ավելի հայրենասեր են ասում են, այնտեղ, չգիտեմ, իրենց երեխաներին ավելի շատ են հայերեն սովորում կամ միգուցե հակառակը, ինչ տարբերություն կա։ Մի քիչ լայնածավալ հարց է երևի։ Հիմա արդեն այդքան էլ տարբերություն չկա։ Եթե խոսքը վերաբերում է վերջին գնացած, վերջին 20 տարվա, էլ մենք ոնց ենք զրուցում, այդպես էլ ստում զրուցում ենք իրենց հետ։ Ես այդպես մի իսկ երեխաները, իրենց ժառանգները
փոխվում են, չէ՞ որ։ Դե կան հայկական դպրոցներ, որտեղ հաճախում են, բայց ուզեն թե չուզեն շրջապատի հետ ինչ որ կոնտակտներ կա, այսինքն գուցե մեկի երեխան ավելի շատ է գնում դեպի ամերիկյան բարքեր, մյուսը ավելի զերծ է մնում, հա, ծնողները այնտեղ էլ ուրիշ բանից են ախր անհանգստացած։ Սեռական փոքրամասնություններ, չգիտեմ, այլ բաներ։ Այո, այնտեղ էլ ընդդեղի ծնողները ուրիշ բանից է անհանգստանում։ Վայ հանկարծ մի բան չփորձի, վայ հանկարծ էս սրա մեջ չընկնի, նրա մեջ չընկնի։ Հոգսերն ամենտեղ, այսպես ասեմ։ Հոգսերն ամենտեղ, չգիտեմ, ես օրինակ ես էլ եմ, չէ, մարդը մտքով էլ անցել, չէ, բայց ես ինչ անեմ, ընտանիքից չհավաքեմ, գնամ։ Չէ, ես ինչքան մտածում եմ, ոնց որ չէ։ Յուրաքանչյուրի մոտ երևի թե այդ միտքը յուրաքանչյուր հայի մոտ առավել եւս մենք չէ սիրում ենք ինչ որ մեկը մի բան անում է, չգիտեմ, թեկուզ բիզնես է անում, հա, ասում են լավ է իր մոտ ստացվում, ես էլ նույնը անեմ, չգիտեմ, այլ բաներ, կամ ես ինքը գնաց այնտեղ լավ է իր մոտ։ Հետո գիտես, ինձ համար երկու մասի են բաժանվում մարդիկ առասարակ։ Մարդիկ, ովքեր միայն ունեն ստամոքսային, հա, մտածելակերպ, եւ մարդիկ, ովքեր հոգեվոր արժեքներով են, հա, իրենք էլ են սնվում, բայց ավելի, այո, այդպես են ապրում։ Մարդիկ կան, որ նույն նահանգներում, Միացյալ Նահանգներում խեղդվում են կարոտից։ Չի կարող չեն գալ։ Այդ միշտ ինձ հարցը հետաքրքրում։ Կամած որ չի կարող հետ գալ։ Հա։ Շատ լավ ասեցին, որ ասեցին, այնտեղ թվում է թե այդպես պատրաստ ամեն ինչ, ես էլ ուզում եի լրացնեի, հա, մեղրն են դրած, գթալով խառնում ու ամեն ինչ կես համար։ Ոչ, նման բան չկա, գուցե հատուկ այդ մասնագետների համար գուցե լինի, հա, շատ յուրահատուկ մասնագետների համար։ Բայց ներողություն, ես ինքս որպես բժիշկ, իմ ընկերները այնտեղ եւ այլ 7 տարի ընկեր ունեմ, որ այնտեղ է, դեռ չունի լեգալ այսպես հնարավորություն, դեռ սովորում է, դեռ վերապատրաստվում է եւ այլ, չէ՞ որ այդ ճանապարհը մեկը պետք է անցնել այնտեղ, այսինքն նույն ներողություն երկիչը, հա, ձեր նման ճանաչված, մեծ ճանապարհ անցող սիրված եւ այլ, այնտեղ այլ շուկա է, միգուցե այնտեղ այլ կերպ պետք է ներկայանալ, չգիտեմ, կոնկուրենցիա կա, մրցակցություն կա, հեշտ չի։ Այնտեղ ուղղակի հայերի շրջապատում են սկսում երգել, բայց հիմնականում չեն երգում, այսպես ասեմ։ Հիմնականում չեն երգում, որովհետեւ դա էլ արդարացված չի։ Մի ժամանակ այստեղ համերգները շատ էին, երգում էին բոլորը, բայց հիմա այստեղ էլ համերգներ չկան։ Այնպես որ ով ինչպես կարող է, այդպես էլ ապրում է։ Չգիտեմ, դրա համար նույն իմ գոլեգաներն էլ չեմ կարող շատ մեղադրել, ասեմ ինչու գնացին։ Չէ, մենք ոչ մենք չենք մեղադրել։ Գուցե մտածում էր, բա մնայի ինչ անեի, չէ՞, այս վերսիան էլ կա։ Չգիտեմ, շատ բարդ ենք, մենք իրականում շատ բարդ ենք, բայց ամեն դեպքում այն իմ ասած երկու տարբերակը ուժի մեջ է։ Շատ մարդիկ կան, որ կարող են այստեղ էլ շատ լավ ապրել, բայց այնտեղ նախընտրեցին ապրել։ Չգիտեմ, չեմ կարող այդ իրենց հասկանալ։ Նաև ինձ պատմում են, որ գործարար մարդիկ էլ կան, ովքեր նույնիսկ այնտեղից վերադարձել։ Էս էլ կա, գուցե քիչ, բայց կա։ Չգիտեմ, ամեն դեպքում հաջողություն ենք մաղթում բոլորին, չէ՞։ Այո։ Թող լավ լինեն, առողջ լինեն եւ յուրաքանչյուր մարդ ունի իր երազանքը։ Մեկը կապում է Հայաստանի հետ, մեկը չի կապում։ Մեկը շատ այդպես ազատամիտ հայացքներ ունի, որ ինչ կապ ունի հայրենիքը, մարդը, հա, ասենք, չգիտեմ։ Մեքսիկացիներ կարող է լավը լինել եւ հայերն էլ կարող է վատը լինել։ Այո։ Այս վերջերս էլ ուրիշ վերսիա կա, թուրքն էլ կարա լավ լինի։ Ցավոք սրտի։ Էդ էլ ունենք արդեն։ Ցավոք սրտի թե բարեբախտաբար չգիտեմ, չեմ կարող պատասխանը ասել, սակայն այո, այսպիսի իրավիճակներ են ստեղծում, մենք իհարկե քաղաքականությունից հեռու ենք, սակայն միանշանակ ասեմ, որ եթե ուզում ենք երկիրը լավ լինի, մենք պետք է մենք փոխվենք եւ ոչ թե ամբողջությամբ մեղադրենք պետությանը, կառավարությանը եւ այլ։ Ամեն մեկը իր գործառույթը պետք է անի մեծ հաշվով եւ վերադառնանք վերջապես երաժշտությանը նորից եւ նորից։
Հիմա sense յուրատուկ ինչ որ տենդենցիա կա, դինամիկա կա, արևմտա, չգիտեմ, ամերիկյան երաժշտություն, մենք լսում ենք տարբեր երիտասարդ կատարողներին, չգիտեմ, հիփ-հոփ եւ այլ, միգուցե այդ լավա որ Ռաբիզը ամենայն հարգանքով, ես ինքս որպես ոչ մասնագետ, չգիտեմ, կարծում եմ որ Ռաբիզն էլ կարող է լինել լավը, հա, մի քիչ պակասում է եւ շատանում է այդ այլ տիպի երաժշտությունը։ Ինչ կարծիք եք։ Ես Օրինակ ռեստորանային այդ կուլտուրան, հա, հիմնականում հիմնված էր այդ Ռաբիզի վրա։ Հիմա արդեն մի քիչ այդ Ռաբիզը պակասում է, թե ոչ։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ այն երաժշտությունը, ինչի մասին որ խոսում ենք, դա երբեք էլ չի պակասել։ Դա միշտ եղել է։ Ուղղակի վերջին շրջանում ես նկատել եմ այլ բան, դրական այլ բան, որ նույն հարսանիքներին, նույն խնջույքային իրավիճակներում խմբերը, որոնք չգիտեմ 10-13 հոգանոց են սկսել դառնալ եւ խմբերը շատ հետաքրքիր ուրեմն բաներ են անում, շատ հետաքրքիր երգեր են մեկը մյուսի հետ կապում եւ փորձում են որակով ներկայացնել։ Ասենք փորձում են որքան հնարավոր է գործիքավորման եւ այլ։ Սա շատ հետաքրքիր տենդենս է, որ շատ լավ կլինի, որ շատերը դեպի այդ կողմ գնան։ Այսինքն վերջ օգտվում են նաեւ երևանյան երգերից, օգտվում են ժողովրդական երգերից։ Մի խոսքով այն հնչերանքները, որտեղ ուղիղ են հիմնականում, հա, մեղեդիները, այդ հնչերանքները ուղիղ են, այլ ոչ արաբստա, թուրքա, ադրբեջանա, ինչ որ վիճակ։ Մուղամներ, կլկլոցներ եւ այլ։ Սա դեպի հայերեն երաժշտությանն է գալիս, հա, ինձ համար եւ չի խանգարում, երբ որ դու նույնիսկ քեֆ ես անում, այդ երաժշտությունը սկսել է չխանգարել։ Սա դրական է։ Իսկ այն որ աշխարհի, այն որ երիտասարդության թեման է, չգիտեմ, դրա մեջ էլ կա վատ ու լավ, այո, հա, որտեղ մեկ բաներ ես լսում, ասենք, չգիտեմ, իրենք լսել են, որ դա ինչպես իրենք են ասում, քուչի երաժշտություն, բանջուրսես բաներ են ասում, բայց ասենք ինձ համար շատ ավելի հաճելի է եղել լսել օրինակ, եթե խոսում ենք դրա մասին, օրինակ Ֆելոյի 3 այդ պրոյեկտն է ինձ դուր եկել շատ Միշոն, Հայկոն, ասենք ուրիշ ձև են իրենք, հա, այդ ռեփ ասածը ուրիշ ձև են կառուցել առհասարակ։ Այսինքն մեղեդի է եղել, խոսքի մեջ ներդաշնակ է եղել համ գրական հայերենը, համ այդ նույն իրանց փողոցի արտահայտությունները։ Մեկ հիմա լսում եմ բռի բաներ եմ լսում, անկեղծ ուրիշ բառ չեմ կարող ասեմ, ավելի վատ բառ կարայի ասեի, բայց հայ հոյանքներով ինչ որ եղբայր հայ ենք մենք, հա, հասկացանք, լավ, բայց տարօրինակ կեղծանուններով ինչ որ շատ տարօրինակ։ Մենք երևի հասկանում ենք ինչի մասին հասկանում մեկը սա է։ Չեմ հասկանում ես այդ ամեն ինչը, գուցե չգիտեմ։ Չեմ ուզում դաժե մտածում, նույնիսկ մտածում իրենք չչտեն, որ ես չեմ հասկանում, չէ, տենց չի։ Այնքան ամեն ինչին ասեցինք, հա, երևի մենք չենք հասկանում, իրենք ճիշտ են, տենց չի էլի։ Այդտեղ էլ կա որակով եւ անորակ։ Բայց ինձ համար միևնույն է, կանցնեն էլի տարիներ երաժշտության մեջ այն ինչ չի սնվում քո թեկուզ մի փոքր այն ինչ չի սնվում քո արմատներից, հա, այդ քո ազգային ժողովրդական գուսանական այդ ափսեից չի սնվում, էլ եմ ասում, գուցե փոքրիկ էլեմենտներ լինեն, ինքը կարճ կյանք է ունենում։ Վերջերս Ethno Colors Pump կար, մեզ մոտ հյուրեր, չգիտեմ լսել եք թե չէ։ Գիտեմ։ Շատ հետաքրքիր, իրենց համերգին էին գտնվում
Իհարկե ազգագրական, սակայն նաև ինչպես դուք ճիշտ նշեցիք, այնտեղ, չգիտեմ, թմբուկներ կար իրանց խմբի մեջ, որ հայկականի հետ մեծ հաշվով կապ չունի այդ թմբուկները, չգիտեմ, բաս գիտար եւ այլն, բայց այդ հավաքական բավական հետաքրքիր է ստացվել, սակայն տեսնում ենք, որ կա այդպես ասած մի քիչ ցածր օրակ, այսպես ասած, երաժշտությունը, այդ հիփ-հոփ կամ չգիտեմ այլ տեսակները, սակայն լսում են մեր ժողովուրդը եւ հիմա այնց արտահայտություն կա, որտեղ հաց ընդեղ կաց, երևի թե այդ նույն արտիստները փակագծերի մեջ մեծ հաշվով կարող են ասել, որ դե եղբայր քննադատում ես, բայց մենք պոպուլյար ենք, մեզ լսում են, մենք կարան ասել այդ առումով վերջերս նույնպես մեր սիրելի կարգին հաղորդումը հիշեցին նույն ձևի, որտեղ մենք լսում ենք, տեսնում ենք Հայկոն Մկոն, բավականին շատ ներկայացնում են այդ իրավիճակները եւ չգիտեմ, փողոցային այդ իրավիճակները, երբ որ իրենք պատկերում էին, ես մի փոքր տարակուսանք ունեի, ասում էի, չէ՞ որ դրա ինչ-որ որոշակի ձևով պրոպագանդա է մեր երիտասարդության, որ դա լավ է, այսպես ասած։ Դա է պատասխանատվությունը, չէ՞ որ այդ արտիստի աշխատանքը։ Անպայման պատասխանատվություն է, այստեղ մի այլ բան ասեմ, համենայն դեպս իրենք այն ինչ որ անում էին, դա փորձում էին հասկացնել, որ դա հումոր է, այսինքն դա լուրջ չի, երբ այդ հումորը ծաղրանք է դա, այդ հումորը, երբ որ առանց ծաղրելու ներկայացնում են քեզ ու համոզում են, որ դա ճիշտ է, փայդա է վտանգավոր, իմ կարծիքով։ Ես այն երկիչն եմ, որ երկիչներից եմ, որ ինձ սովորեցրել են, ամենայն դեպս երգի թատրոնի մեր անցած տարիները դպրոցեր ինձ համար, ինձ սովորեցրել են այնտեղ, որ դու պիտի զգուշ լինես, դու գործում ես մարդկանց հետ մեկ։ Մարդկանց կարդելու երևի թե նա։ Դու պիտի ոչ թե գնաս դեպի իրենց, այլ դու դեպի քեզ պիտի բերես իրենց։ Այսինքն հասկանալի է, որ դու պիտի ինչքան փորձես լավը լինել, որ կարողանաս դեպի քեզ բերել իրենց։ Ոչ թե ավելի շատ ծափ ստանալու համար գնաս դեպի իրենց։ Այսինքն սա միջև այսօր իմ մոտ մնացել է։ Եթե ես ասելիք չունեմ, բեմը ինչի է հատակից բարձր, չէ՞։ Խորհուրդ կա, չէ՞, այդտեղ մի բան կա, այսինքն դու պիտի արժանի լինես, որ այդ բեմի վրա լինես։ Եթե արժանի չես, ինչ գործ ունես այնտեղ, իջի, ով խոսք ունի ասելու, ինքը պիտի բարձրանա։ Տարիների ընթացքում ես արդեն երևի տեսել եմ մի 2 սերունդ երգիչների, որ թվում էր, թե իրենք, չգիտեմ, բայց չէ, ժամանակի մեջ մաղվեց։ Այո, որտեղ նյութ չկար, ասելիք չկար։ Այս մի երգը երգելով, մյուս երգը երգելով, այդպես չի։ Չգիտեմ ես ինչքան կերգեմ, կարող եմ մի օր ես իջնեմ այդ բեմից, շատ նորմալ կլինի դա, բայց ես ուզում եմ, որ այն նոր սերունդն էլ, երիտասարդ սերունդն էլ միշտ այդ բեմին հարգանքով վերաբերվի։ Շատ պրիմիտիվ է դառել, այս երգը հարսանիքում կսիրեն, թե չեն սիրի։ Մենք երբ որ երգ էինք գրում, երբեք հարսանիքի մասին չէինք մտածում, անկեղծ եմ ասում, մեզ ծանոթ էին խառնում, որ մենք իրենց հարսանիքին երգենք, վճարեն երգենք, ծանոթ էին խառնում։ Ինչ որ այսօր այդ բանը դառել է, պրեստիժը դառել է հարսանիքը։ Եղբայր չի կարող քո հարսանիքը իմ համար պրեստիժ լինել, ինչքան գումարել ուզում ես ծախսի։ Ինձ համար հարգանքը բեմն է, ինձ համար կարևորը հանդիսատեսն է։ Ես ակումբում էլ, որ բարձրանում եմ բեմ, ասում եմ բարի երեկո սիրելի հանդիսատես։ Իդեպ ակումբ կլիենտներ չեմ ասում, էլի կամ չի։ Հաճախորդներ։ Հաճախորդներ։ Բայց դու չես գալիս
այդ սիրված խիտը, որ մինչև հիմա ես անկեղծ մեքենայում միացնում եմ, cover տարբերակներն եմ լսում շատ սիրով։ Ես կարծում եմ դա այն լեգենդար երգերից է մեր, որից է ձևով անկեղծ չեմ շողոքորթում, երբ ընդհանրապես այդ ամեն ինչից հեռու եմ, սակայն այն երգերից է, որը մնաց այդ ձայնադարանում կլասիկ եւ ցավոք սրտի, այո, համամիտ եմ, որ այդ հարսանիք կազմակերպող այդ ժողովուրդը մտածում է, հա, ես այդ երգը սիրում եմ, բայց 100 հոգի մարդ եմ կանչում, այդ 100 հոգից ով է, միգուցե 80-ը ընդհանրապես ռաբիզի երաժշտություն են սիրում։ Ցավոք սրտի մենք կախված ենք այլ կարծիքներից, միգուցե շատ դեպքերում, չէ՞ որ դու ինչ որ անում ես քո երեխաների համար ես անում, քո համար ես անում, ով ինչ կմտածի մեծ հաշվով կամ չգիտեմ, այո, գոյություն ունի հասարակական կարծիք, չեմ ասում, որ չափ անցնել, դեկլոր գնաս մանգաս եւ այլն, սակայն այդ ամենը կա եւ պետք է որոշակի ձևով ինքդ քեզ հարգես առաջին հերթին եւ այդ ժողովրդական եւ ռաբիզից տարբեր դեպ շատերին հետաքրքիր կլինի ինչպես ծնվեց այդ երգը։ Նախ ասեմ այն որ հարսանիքի հետ կապված նայեք ինչ որ մարդիկ կան, ովքեր մարդկանց համոզում են, որ էսա ճիշտ ու վերջ։ Ինձ հետ եղել է շատ նման դեպքեր, երբ որ ես հակառակ բոլորին երգել եմ այ հենց նույն, բայց դու չես գալիս երգը հարսանիք։ Այո։ Ու գիտեք ինչ ալիքա բարձրացել։ Չեմ Ու մարդիկ կողքից լսել են ու հասկացել են, որ այդպես չի, այդ ձեր միապաղաղությունից դուրս է պետք նայել, մարդիկ ոնց կարաս անընդհատ այդ բանը լսես ժամերով, չէ՞, բայց հանկարծ մի հատ սիրուն երգ ու փոխվել է իրավիճակը ու սկսել են հետս հավասար երգել։ Այդ առումով ուզեցի անպայման ասեմ։ Իսկ երգը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Երգը գրվել է 91 թվականին Արցախում։ Արցախում։ Okay։ Երգը համահեղինակներով է գրվել, որոնցից մեկը եղբայրս։ Ինչով է հետաքրքիր, որովհետև երգի հիմքում նամակ է։ Նշանածին նամակն է, աղջկա նամակն է նշանածին, որը այդ ժամանակ պատերազմում խրամատի մեջ է եղել, հա, կռվելուց։ Աղսիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, երբ որ ուշադիր նայում ես, ինքը ոնց որ նամակ, իսկապես նամակ։ Ցավոք տղան չի վերադարձել, ասում են, չէ, ընդհանրապես նամակները չեն բացվում, բայց մարտական անհասցե կամ հասցեա տիրոջով, ով զոհվել է, այդ նամակները, դաշտային նամակները բացվում են։ Բացվել է նամակը եւ այդպես մտածել են ու այդ երգը ծնվել է ինստիտուտում իրենց խմբում, հենց իրենք են նվագել։ Իհարկե այն ինչպես հիմա ես երգում եմ, մի փոքր այլ է հենց ինչպես որ իրենք են ստեղծել, հա։ Եվ շատ իմն է դարձել այդ երգը, հա, այդպես ասեմ։ Ինքը շատ թանկ երգ է ինձ համար էլ։ Եվ տես էլի հիմքում քանի որ նյութ է եղել, դրա համար երգը կայացել է։ Ստացվել է երգը։ Եվ այսօր ես ուրախանում եմ, երբ որ երիտասարդ խմբերը կամ տարբեր կատարողներ իրենց տարբերակներն են անում, դա նշանակում է երգը ապրում է։ Իհարկե։ Եվ շատ հետաքրքիր է եւ կարեւոր է, իհարկե, ձեր ուղերձը մեր ժողովրդին, բայց ես կուզենայի, որպեսզի ձեր ուղերձը լիներ հետեւյալ կերպ, թե երիտասարդությանը մասնավորապես 3, այսպես ասած, կատարող, որոնք որ կուզենաք, որպեսզի մեր համաշխարհային թեկուս, հա, որոնք որ կուզենայիք մեր երիտասարդությունը լսի, կրթվի այդ երգերի վրա, սպոնտան, որ պարտադիր չէ, այսպես ասած, շատ երկար մտածել, որովհետև համոզված եմ ձեր երկրպագուները լսում են, նայում են եւ կամ միգուցե իրենց մոտ կարծիք կլինի, ինչ է լսում Արսեն Սաֆարյանը տանը, կամ ինչ է լսել, ինչ է իրեն կրթել։ Ես ընդհանրապես մեքենայում երաժշտություն չեմ լսում։ Չգիտեմ ինչի, հենց երբ այնքան շատ է երաժշտությունը կյանքում։ Այստեղ ես հիշում եմ ամենալավ երգը լրությունն է ֆրազան։ Ռուբեն Ախվերդյանի։ Գիտես, ես քանի որ սկսել եմ երգել հենց գիտարով եւ բարդային ժանրով,
իրականում շատ երկիչներ չեմ կարող այդպես Վիսոցկի երևի թե չէ խորհուրդ տալ ուզենամ Հայկո լսեն հաստատ այո Կուզենամ Հայկո լսեն, ես հեղինակ երկիչների խորհուրդ կտամ։ Կուզենամ Հայկո լսեն, կուզենամ Արթուր Մեշչյան լսեն, որտեղ ինքը ուրիշ տեղ է ընդհանրապես մտածողության հետ կապված։ Ռուբեն Հախվերդյան երգերը ուշադիր լսեն։ Ֆորշ լսեն։ այո Ում ասեմ էլ, չգիտեմ, ես այս ուղղությունն է ինձ ավելի մտերիմ եւ ես շատ դեպքերում մասամբ այդ հարցին էլ պատասխանեմ, ինչ է լսում, հա, երբեմն որ նույնիսկ ջղայնացած կամ հուզված, չգիտեմ, ինչ թեմայից ես կարող եմ այդպես փակվել օրինակ եւ ասենք Մեշչյան լսել, դա ինձ ոնց որ հանգստացնի հետաքրքիր հուշեր ունենամ Հայկո լսելուց Ֆորշը հենց լսում եմ ուսանողական տարիներն են գալիս չգիտեմ պահը գիտի եւ երգիչը քիչ ալնում որ ես դնեմ չգիտեմ ինչ լսեմ ես իմ լսեմ չէ հա շատ լինում է որ հենց Արթուր Գրիգորյանին եմ լսում հենց իր կատարումները ես չեմ սիրում որ իր երգերը ուրիշ է երգում Ես հենց իր կատարումները, այդպես, այդ 4 մերոնց անունը պիտի տամ այո, միանշանակ, այդ 4-5 կատարողը իսկապես, 5 կատարողը իսկապես բավականին սպառիչ են և որոշակի բնութագրող են, թե ինչպես կարող է երիտասարդը դաստիարակվել և ռուսներից կարող եմ մի երկու անուն տալ, Ալեքսեյ Չումակով, Լեոն Ագուտին, հա? Այո, այո մեկ էլ Նասկով որը խնդիրներ ունեցավ, բայց այսպես իմ մոտ ամեն տեղից մի քիչ էլի, այսպես վիճակ է, բայց կարծում եմ այդ անունները որ տվեցի հաստատ ձեզ շատ բան կտան։ Այո, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ ջերմ զրույցի համար։ Հարգելի բարեկամներ, Հակիրճ հաղորդաշարն էր, ես Արթուր Մանուկյանն եմ, կհանդիպենք։